Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կանխատեսելիքները ձեզ հայտնի կլինեն երևի կանխատեսելի էր որ տանելը միավորման դրանից հետո ինչ քայլեր են դուք ասիք սա բուն գործընթացը չի իսկ բուն գործընթացը երբ կլինի կամ կլինի թե չէ ըստ կանոնակարգ օրենքի հաջորդ քայլը եթե ԿՊ-ն բացասական եզրակացություն տա հանձնաժողովում այս հարցը գնալու է ազգային ժողովի լիագումար նիստ որտեղ քվեարկվելու է դրա օրակարգ մտնել չմտնելու հարցը Ինչ պահանջում է կանոնակարգ օրենքը, դա էլ տեղի է ունենալու, այդ առաջին մասը։ Ինչ վերաբերվում է իմպիչմենտի գործընթացին։ Նախ իմպիչմենտի գործընթացը վաղուց է սկսված, պարզապես լսումները, որը այս գործընթացի մի մասն են, այս հայտարարության շուրջ լսումներն են։ Եվս մեկ կարևոր հանգրվան էր նախ այն փաստով, որ Հայաստան խմբակցությունը միացավ նախաձեռնությանը, երկրորդ տեսնելով թե ինչ կոնսոլիդացիա էր արկա արտախորհրդարանական ուժերի եւ հասարակական միավորների կողմից ուստի սա եւս մեկ ըստ պլանի նախատեսված միջոցառում է շարունակում ենք մեր գործողությունները ըստ պլանի լսումը Պարոն Մամեդյանյան, իշխանության ներկայացուցիչներն ձեզ դիմելով նշեցին, որ անհրաժեշտ է ժողովրդի կոնսոլիդացիա։ Այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել։ Պարտադիր իմպիչմենտի գործընթացը առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների առանց փողոցային պայքարի հնարավոր չի եւ դա իշխանության ներկայացուցիչները գիտեն եւ եթե ուշադիր լսեիք այդ հարցի մեջ վախը այդ իրողությունից նկատվում էր այո դա անբաժանելի եւ կարեւորագույն մասն է վարչապետին ամուսնություն հայտնելու եւ հենց այդպես էլ տեղի է ունենալու ԿՊ-ից падգամավորների միացումը գործընթացը։ Ինչպես է ժողովրդի բերելու ԿՊ-ականներ ում հետ բանակցում եք եւ ովքեր գոնե ասել են որտեղ օրինակով Ղազարյանը նախին ԿՊ-ական ամենայն դեպս լուրեր կային որ հաջողվել չի հաջողվել համոզել։ Ես լուրերը չեմ մեկնաբանի, ես Հովիկ Ղազարյանի ուղիղ հայտարարությունը կմեկնաբանեմ, որը ավարտվում էր, որ հնարավոր են քննարկումներ եւ այլն եւ այլն։ Դրանից ավել ոչ մի բան կարծում եմ մեկնաբանումներ չկան։ Մեկնաբանություններ չկան։ Ինչ վերաբերվում է ԿՊ-ականների հետ բանակցություններին կամ քննարկումներին, բնականաբար, նույնիսկ այն ժամանակ, երբ որ այդ ստորագրությունը այդ թղթի տակ լինի, շատ վտանգավոր է դա հանրայնացնել, այլ ուր մնաց բանակցային փուլում դա հանրայնացնել, որովհետև ոնց էր ասում Տիկին Ջուլհակյանը, ամենաժողովրդավար, Ամերիկայի Միացյալ Նահանգներից ավելի խոսքի ազատ, երկրում որտեղ կա 30-ից ավել քաղ բանտարկյալ, տեսակ չարժի այդպիսի բան անել, որովհետև շատ արագ իշխանությունները իրենց ողջ ռեպրեսիվ ապարատը օգտագործեն այդ ԿՊ-ականների ուղղությամբ։ Ինչ վերաբերում է ժողովրդի կմիանան, թե ոչ, այդ թվում նաև հիմա, ինչև այդ նիստի ժամանակ, մենք դա ենք անում, որովհետև մեր քաղաքացիները այն նրանք, ովքեր դեռևս խաբված են Փաշինյանի կողմից, պիտի տեսնեն, որ իրենց խաբել են, իրենց ասել են ձայն տվեք կգնանք Շուշին հադրութը դեօկուպացնենք, բայց արդյունքում Արցախը հանձնային ու նորից չթվարկեմ, հա, ամբողջ հայտարարության մեջ նշված։ Սա բարդ, ամենօրյա աշխատանք պարահանջող, բոլոր խողովակներով օգտագործմամբ, սկսած ձեր, այսինքն ԶԼՄ-ների խողովակը, վերջացրած անհատական հանդիպումներով եւ անհնազանդության ակցիաներով։ Այնպես որ այդ ողջ սպեկտրը օգտագործվելու է։ Գիտեք, այս հարցերը ես ձեզ չեմ թիրախավորում բացարձակ, խնդրում ճիշտ ընկալել։ Մանավանդ մի քիչ առաջ Տիկին Ջուլհակյանը թվարկում էր բոլոր անգամները, երբ մենք փորձել ենք իշխանապողություն իրագործել, դա մեզ հանդիմանանք չի, դա մեզ գովեստ է։ Մենք խոստացել ենք անել ամեն ինչ Փաշինյանին հեռացնելու համար, մենք ամեն ինչ անում ենք։ Եվ ես վարկյան անգամ չեմ ամաչում փորձերի համար։ Ես ափսոսում եմ, որ դրանք իրենց հիմնական նպատակին չեն հասել, բայց ես յուրաքանչյուր իմ հայրենակցին, իմ պայքարի քրոջը կամ եղբորը կարող եմ ուղիղ նայել աչքերի մեջ եւ ասել, մենք անդադար փորձել ենք եւ շարունակում ենք օգտագործել ողջ գործիքակազմը Փաշինյանին հեռացնելու համար։